Այսօր հուլիսի 24-ին առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանալճի Կոկոբելլո հանգստյան գոտու տարածքում դիկա Շամշյանքոմի հաղորդմամբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։ Նշված հանգստյան գոտու բացօթյա տարածքում վրանի մեջ հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Գըիդին։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հանկարծամահության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը և Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ։ Ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից, վերջացրած բարոյա հոգեբանական։ Ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա։ Սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում, եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում, այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին $30 միլիոն Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ-մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ այգեք այդ $800 միլիոն, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։
Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերը։ Կալուգացի Սամվելը, ասում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբը եւ Դոդը պիտի հացին կակա ասեն։ Սա ասում է մի մարդ, ով վերջին 8 տարիների ընթացքում շան նման ծառայել է, շան նման իր ասած քրյա օլիգարխիկ համակարգին, որպես վարչապետ, ինչ ծառայություններ ասես չի մատուցել, սկսած ֆինանսականից, վերջացրած բարոյա հոգեբանական, ու կանգնում ասում է պիտի այս մարդիկ բան անեն, սննկանան, որովհետև ազդում են ընտրությունների արդյունքների վրա, սա ասում է մի մարդ, հարգելի բարեկամներ, ով կեղծել է նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին պրայմերիզի արդյունքները։ Ճիշտ եմ Արարատ Միրզոյան, ճիշտ եմ Ռուբեն Ռուբինյան, դա է չէ պատճառը, որ դուք 2017 թվականի մարտ ամսին վազեցիք Գյումրի, ամենավերջին բառերն եք ասում կեղծողների հասցեին, հետո դու Արարատ գնացիր Նիկոլ Փաշինյանին ասացիր, իբրև թե ես եմ քեզ Գյումրի կանչել։ Եվ այսպիսի մարդը, ով չի կարող նույնիսկ կուսակցության ներսում կազմակերպել արդար ընտրություններ, խոսում է համապետական ընտրությունները կեղծողներից։ Համապետական ընտրությունները կեղծելուց է խոսում մի ստահակ, ում կառավարման տարիներին ընտրությունների գլխավոր կեղծարար Տիգրան Մուկուչյանին մեկ հարց իրավապահ համակարգը տված չկա։ Ասում է ընտրություններ են կեղծել։ Իսկ Վահագն Հովակիմյանը, ստանձնելով էստաֆետը Տիգրան Մուկուչյանից, դարձել է ավելի ստոր գործիք իշխանությունների ձեռքում։ Պիտի սնանկանան, ասում այս մարդիկ, Կալուգացի Սամվելը պատստավնոյ մարդ է Փաշինյան Նիկոլ Հայաստանի քաղաքական դաշտում, եւ ինքը հայտնվել է քաղաքական դաշտում, այդ թվում քո ջանքերով, քո ստատուսների ջանքերով, քո իրավապահ համակարգի շինծու գործերի ջանքերով։ Այդ շինծու գործերը իրենց հերթին եւս շինծու էին, որպեսզի ինքը դառնար քաղաքական ֆիգուր։ Պիտի սնանկանա Կալուգացի Սամվելը Փաշինյան Նիկոլ, ասում է մի մարդ, ով 23 թվականին $30 միլիոն Կալուգացի Սամվելի վարկային պարտավորությունը դնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Եվ ասում է նրանք պիտի սնանկանան։ Ու այս ֆարսը շարունակվելու է այնքան ժամանակ, հարգելի բարեկամներ, մինչև որ ամեն մարդ իր տեղում իր արածների համար պատասխանատվություն չկրի։ Մինչև որ դուք մի ձեռքով ընտրում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, մի ձեռքով ընտրում եք դաշնակ մաշնակ, որը 5 տարի լեգիտիմացրել է Փաշինյան Նիկոլի բոլոր այլանդակությունները, բոլոր հանցագործությունները, 5 տարի, ոչ մի դաշնակ չի ասել, հələ այգեք այդ $800 միլիոն, որ ջրել ես, հələ եկեք տեսնենք ովքեր են այդ խոշոր վարկառուները։ Եվ դուք ընտրում եք իրենց ու ինձանից ասում եք դե մի բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր տիրոջ մերը։ Բան առաջարկի, դե մի բան ասա։ Քանի դեռ այս հարաբերություններն են Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը ինչ անում է, լավ է անում։ Փաշինյան Նիկոլի ղեկավար Սերժ Սարգսյանը ինչ անում են, լավ են անում։ Քանի դեռ այս հարաբերություններն են։ Ես ձեր